Գյուղատնտեսության Գեղարքունիքի մարզի Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցում այսօր իրականացվում է նախագծային աշխատանք։ Համացանցի դրական և բացասական կողմերը խորագիրը կրող, որին մասնակցում են 7-րդ դասարանցիները։ Այսօր ապրում ենք մի տարում, որտեղ տեխնոլոգիաները և համացանցը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը։ Համացանցը որպես արագ կապի, տեղեկատվության փոխանակման և աշխարհին միանալու միջոց, ունի լույսի նման պայծառ, այդպես էլ ստվերոտ կողմեր։ Համացանցի դրական ազդեցությունը։ Առաջին, տեղեկատվություն ստանալու անվճար հնարավորություն։ Որոշում ենք նախագծի համար նյութ փնտրել, Google-ը մեզ օգնում է մի քանի վայրկյանում։ Հեռավար ուսուցում, բաց անելով YouTube-ը կարող ենք դիտել մաթեմատիկայի բաց դաս, աշխարհին միանալու անմիջական միջոց։ Ահա սոցցանցերի միջոցով կարող ենք ընկերանալ ինչ-որ մեկի հետ։ Թվային արվեստի ստեղծարարություն և խաղարար։ Սովորում ենք թույլը ծրագրով խաղեր ստեղծել և դառնում ենք ստեղծագործ խաղարար։ Տարբեր լեզուներ սովորելու անվճար հնարավորություններ։ Սոցցանցերի և համացանցի միջոցով կարող ենք սովորել կորերեն կամ այլ լեզուներ, տեսադասեր և վիդեոներ դիտել։ Բաց անելով YouTube-ը կարող ենք դիտել մի փորձի տեսանյութ ֆիզիկայի համար, առցանց բժշկություն սովորել։ Մեր հայրիկները կամ մայրիկները սոցցանցերի և համացանցի միջոցով կարող են խորհրդատվություն ստանալ բժիշկներից։ Մշակույթի ճանաչում, դիտելով այլ երկրների սերիալներ կարող ենք ճանաչել նրանց կենցաղն ու մտածելակերպը։ Համացանցի բացասական կողմերը։ Այսօրվա աշխարհում համացանցը դարձել է անբաժանելի մաս մեր կյանքում։ Այն մեզ տալիս է գիտելիքներ, շփման ուժ և հնարավորություններ։ Բայց ինչպես ամեն ինչ, համացանցներն ունի բացասական կողմերը, որոնք պետք է իմանանք և զգույշ լինենք։ Առաջին հերթին համացանցում տարածվում են կեղծ տեղեկատվություն, որոնք մոլորեցնում են մարդկանց։ Ոչ բոլոր կայքերում են տարածվում ճիշտ և ստուգված լուրեր։ Շատերը հավատում են այդ կեղծ լուրերին և սխալ որոշումներ ընդունում։ Բայց երբեմն համացանցում գոյություն ունեն նաև այն մարդիկ, որոնք կոչվում են հաքերներ, որոնք գողանում են մարդկանց անձնական տվյալները և վնասներ հասցնել։ Համացանցում գոյություն ունեն նաև կիբերբուլինգը։ Կիբերբուլինգը դա առցանց վիրավորանքներն ու սպառնալիքներն են։ Շատ երիտասարդներ և պատանիներ զոհ են գնում այս երևույթից, ստանալով հոգեբանական ճնշում։ Համացանցում գոյություն ունեն նաև անբարո նյութեր, որոնք վնաս են հասցնում մարդկանց։ Եթե երեխան չզգուշանա և հանդիպի նման քարոզմանյութի, ապա կարող է ստանալ հոգեբանական ճնշում։ Բացի այդ, էկրանի առաջ այդքան նստելը վնասում է տեսողությունը և առողջությունը։ Շատերը անիմաստ ժամանակ են վատնում սոցիալական հարթակներում կամ խաղերում, վնասելով իրենց տեսողությունը, փոխարենը զբաղվելով ուսմամբ կամ ստեղծագործ աշխատանքով։ Ամփոփելով պետք է հասկանալ, որ համացանցը կարևոր գործիք է, եթե այն օգտագործել խելամիտ ձևով։ Բայց երբ օգտագործում ենք այն ոչ խելամիտ ձևով, այն կարող է ծառայել մեզ ի վտանգի, այլ ոչ թե նպաստի համար։ Այդպիսով պետք է համացանցը օգտագործել ի նպաստի, այլ ոչ թե վտանգի համար։ Կիբերհանցագործություններ։ Կիբերհանցագործությունները այն հանցագործություններն են, որոնք կատարվում են համացանցի, հաշվի սարքերի և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։ Այս հանցագործությունները աշխարհի մեծագույն սպառնալիքներից են։ Սոցիալական գողություններ։ Այս պահին հարձակվողը կարող է մտնել և գողանալ ֆինանսական և անձնական նկարներ կամ ձայնագրություններ և հրատարակել գանձելով գումարներ։ Կիբերհանցագործությունը աշխարհի առաջնային սպառնալիքներից է։ Դրա համար էլ ամբողջ երկրներում կան երկրներ, որոնցում կան այնպիսի ոստիկանական բաժանմունքներ կամ կառույցներ, որտեղ զբաղվում են կիբերանվտանգություններով։ Հիմա գրագիտության տեխնոլոգիայի առաջընթացին մենք կարող ենք մի քիչ պահպանել մեր համակարգիչը և հեռախոսը, օրինակ դնելով երկփուլային գաղտնաբար կամ սովորական գաղտնաբար։ Դրանք օգնում են նպաստել մեր հեռախոսի և համակարգչի անվտանգությանը։ 44-օրյա պատերազմ, հայ ժողովրդի ողբերգություններից մեկը, երբ սկսվեց պատերազմը, մարմնովը սարսուռ անցավ։ Ամեն րոպե աղոթում էր, որ այս ամենը լինի ընդամենը սուտ լուր, բայց երբ վիճակը ավելի ծանրացավ, ես խորեցի և ասեցի. կորցրեցինք այն դարեր շարունակ պահել ենք այրան գնով, կորցրեցինք մոտ 6000 զինվոր, 6000 մայր դարձան որդեկորույս և սգավոր։ Պատերազմի ընթացքում համացանցը մարդկության համար ունեցավ դրական և բացասական կողմեր։ Դրական կողմերն այն են, որ նշվում է, թե ինչ է պետք զինվորների համար, ուտելիք, հագուստ և պարագաներ, և միաժամանակ ունեցավ բացասական կողմեր,
Բացասական կողմերը այն է, որ թշնամին խոչատուր մատնում մեզ և կարողացնում է և զուրել։ Ահա, այսքանով շնորհակալություն ենք ցանկանում հայտնել ձեզ, որ դիտեցիք մեր համընդհանուր նախագիծը։ Մեդիայում մենք կեղծ լուրերը կարող են առաջին հերթին նմանացնել նրա հետ, քանի որ եթե մեզ պետք է մշակել լուրը, մեզ պետք է առանձնացնել ավիրված հատիկները։ Եվ երկրորդը մենք նմանացնում ենք հիվանդության հետ, քանի որ մարդը կարող է կեղծ լուրերը անգիտակցաբար ինչպես հիվանդությունը տարածել։ Ինչ է մեդիագրագիտությունը։ Մեդիագրագիտությունը դա հմտությունների ամբողջություն է, որը մեզ թույլ է տալիս քննադատորեն մտածել և կարողանալ ստեղծել մեդիա։ Ինչի համար է մեզ պետք մեդիագրագիտությունը։ Մեդիագրագիտությունը մեզ պետք է նրա համար, որ մենք կարողանանք տարբերել կեղծ լուրը իրական լուրից, կարողանանք հասկանալ որն է մարդու կարծիքը, իսկ որն է իրական ինֆորմացիան, կարողանանք հարգել մարդկանց անձնական տվյալները և կարողանանք օգտվել սոցցանցերից։ Մեդիան ունի մի քանի խնդիրներ, որոնց պետք է ուշադրի լինել։ Լինում են կիբերհարձակումներ և մանիպուլյացիաներ։ Մանիպուլյացիաները լինում են երկու տեսակի՝ վիդեոմանիպուլյացիաներ կամ ֆոտոմանիպուլյացիաներ։ Այստեղ կարող ենք տեսնել մի նկար, որտեղ որ ներկայացված է մեր տարածաշրջանը։ Սակայն զինտեխնիկան մեր տարածաշրջանում չի։ Google-ում որոնելով, շատ պարզ քայլանելով, որոնելով, մենք կարող ենք տեսնել, որ զինտեխնիկան լրիվ ուրիշ տեղից է վերցված, իսկ տարածաշրջանը լրիվ ուրիշ։ Հիմնականում հավաստի էջերը ունենում են մեր մասին բաժին։ Այստեղ Սիլվա Կապուտիկյանի էջն է, որտեղ որ ներկայացված են մանրամասներ իրենց համարով եւ այլն, նրանք իրենց հասցեն։ Այստեղ նույնպես ներկայացված է զանգագրատունը, որտեղ որ ներկայացված է իրենց հասցեն, համարը, իսկ live locator-ում ոչ մի մանրամասը չկա։ Բնականաբար մենք կվստահենք ավելի մեր մասին բաժին ունեցող էջերին։ Ինչպես զարգացնել մեդիագրագիտությունը։ Մեդիագրագետ լինելու համար մեզ պետք է մի քանի հարցեր, որոնք որ օգնում են մեզ դառնալ մեդիագրագետ։ Օրինակ պետք է առաջին հերթին ստուգել աղբյուրը, թե ով է հեղինակը եւ որտեղ է հրապարակվել։ Պետք է համեմատենք տարբեր աղբյուրների տեղեկությունների հետ։ Քննադատորեն մտածենք, թե ինչու է լուրը տարածում եւ ինչ նպատակ ունի, եւ զգուշ լինենք մեր անձնական ինֆորմացիա տարածելիս։ Մեդիան և իրականությունը։ Մեդիան մեզ թեր ունի իրականություն առարկայում, բայց նա իր հերթին ունի նաև օգուտ և վնաս։ Օգուտներն են այն, որ մենք կարող ենք հեղինակի մասին ստանալ մեծ ինֆորմացիաներ, կարողանանք համացանցից գտնել նրա բանաստեղծությունները, ստեղծագործությունները, բայց նա իր հերթին ունի վնաս, քանի որ կարող է լինել գրողի մասին կեղծ տեղեկություն։ Օրինակ, այստեղ մենք կարող ենք տեսնել Սիլվա Կապուտիկյանը, որ ծնվել է հունվարի 5-ին, իսկ ներքևում Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարաններն են և Վիկիպեդիան, այստեղ ասում է, որ Սիլվա Կապուտիկյանը ծնվել է հունվարի 20-ին։ Բայց մենք այս դեպքում պետք է հավատալ ավելի պաշտոնավոր էջերին, որոնց է Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը, որտեղ Վիկիպեդիայի հետ համընկնում էր, և մենք տեսնենք, որ այն ցանցը սխալ էր տեղեկությունը։ Կարող եք նստել կամ սպասել, ինչը պիտի ներկայացնեք։ Քավան լավորցն է տալիս պատվաստել սիվի, քավան սիվի նույնստականացվածքը, որի մեջ կարող են անել որոշ փոփոխություններ։ Օրինակ, ֆոնի գույնը փոխել է շագանական գույնով, ասոցացրել է Մուրադ Մաթևոսյանի նախասիրությունների հետ։ Նա շատ է սիրել իր հայրենի հողը։ Քավան լավորցն է տալիս նաև համացանցի դուրս դերասանական տեղադրել սիվիում և սկզբում էլ դիզայնում են եղել երթականությունը, դրանից օգտվելով տեղադրել եք տեղեկությունները, Canva-ում գրաֆիկական սիմվոլների պատմից օգտվելով տեղադրել ենք սիմվոլներ, որոնց են շքանշանը, որը վերաբերում է պատկերներ, մրցանակներ բաժնում։ Մենք պատրաստել ենք սայկաշար օգտվել Proof Canva ծրագրից, նախ մտել ենք Canva, սկսել ենք պրեզենտացիայի վրա և
ընտրել եմ վերնագիր, նաև և այդ թեմայի շուրջ առաջարկում դիզայներից ընտրել եմ համապատասխանը և տեղադրել եմ սայիկ աշխարհում և հնարավորություն եմ ունեցել լույսների օգնությամբ ավելացնել կամ կրճատել էջերի քանակը, նաև ես տեղադրել եմ վիդեո, որը Canva-ն իր մեջ ավելացնում է և մենք տեղադրել ենք սպորտային մարզադաշտի վերաբերյալ կարճ պատրաստի տեսանյութ, նաև պատճենահանման միջոցով ես համացանցից տեղադրել եմ մի քանի տեղեկություններ։ Նաև սայկաշենը ավելի պատկերավոր դարձնելու համար համացանցից բերել եմ հայտնի սպորտսմեններ։ Պատրաստել են նաև պաստառ, որոնք գտնում է գրողների և նրանց հայտնի ստեղծագործությունները հերոսներում։ Canva-ի եզրերցում կարիստական բանականություն, որից օգտվելով ստեղծել են հերոսների լուսանկարներ։ Օրինակ Դերենիկ Դերբերճյանի ավելորդի սրբունի նկարը ի սկզբը բերել են կանի մեքենայով, մենք հաստական բանականության նրամանտվեցին, որպեսզի լինի առանց կանի մեքենա, որպեսզի այդ պատկերավոր լինի։ Նաև ստեղծել են լուսանկարներից Աքսել Բաքուցի Սպիտակ ձիթ սոլակի լուսանկարը, Հովհաննես Սիրիազի թակադրումը, Canva-ն հնարավորություն է տալիս նաև մեր ձեռքի աշխատած լուսանկարներից տեղադրել պաստառում, օրինակ կյանքը հինռոմեական ճանապարհի վրա Վահան Թոթովենցի նկարել են տղային, որը թաքնվել էր պահարանում և նաև գրողների լուսանկարները տեղադրել ենք համացանցից։ Հաջորդ ծրագիրը, որի օգնությամբ մենք ստեղծել ենք օնլայնի, դա ստորի ճանքն է։ Օնլայն գիրք պատրաստելը ավելի հետաքրքիր է թվում, քան սովորական գրքերում, սովորական գրքեր պատրաստել։ Սկզբում մենք զբաղվել ենք կազմի գործով, վրա նշել ենք հեղինակների անունները, ինչպես սովորական գրքերի վրա է։ Նաև ստորի ճանքը հնարավորություններ է տալիս տեղադրել նկարներ, պատկերներ, էմոջիներ և ևս մի քանի այլ պատկերներ։ Հաջորդ բջջը հնարավորություն է տալիս հակիրճ տեղեկությունը գրքի մասին, որտեղ կարող ենք իմանալ տեղեկությունները։ Էջերը կարող ենք ավելացնել և պակասացնել մեր ուզածի չափով ներքևում գտնվող փլյուսի օգնությամբ։ Քանի որ էջը հնարավորություն է տալիս մի քանի հոգու հետ աշխատել, մենք բոլորովս միասին աշխատել ենք ընտրելով հեղինակը, ոճը և նախընտրությունները։ Մեր առաջին օրինակը, ունեջը մենք կազմել ենք Պարուս Սեբակնեն, ներկայացված է մի փոքր հատված նրա կենսագրությունից և ստեղծագործություններից։ Իսկ գրքի վերջում, ինչպես սովորական գրքի վերջերում, նույնպես կա բովանդակության և գրականության ցանկ, թե որ էջերից կամ գրքերից ենք մենք օգտվել։ Ես գրել եմ, պատկերել եմ Գետուշի Չարենցին և նույնպես կա ստեղծագործությունը, հնարավորություն ասմունք բանաստեղծություն լսելու և ես կպատմեմ հետաքրքիր փաստ Գետուշի Չարենցի Գետուշի Չարենցի հայրեն նրան գումար է տալիս և ասում գնա իրեն փոշի գնի, բայց այդ ժամանակ Գետուշին գնում է և իրեն գնում է գրքել։ Մի քիչ անցնում է, նրան հարցնում են, թե ինչու է գնել, նա պատասխանում է ավելի լավ է բիբլիան, քան թե Նաև այս ծրագրի հնարավորություն այնպիսի գործիք ունի, որի օգնությամբ մենք կարող ենք դնել ձայնագրություններ։ Este valgume herkes, aneka
Ինչպես ներկայացրեցի մեր ընկերները Story Jump-ի եւ Canva-ի մասին, ես կներկայացնեմ նրանց առավելություններից, իսկ ալայք ներկայացնի նրանց թերություններից։ Նախ երկուսն էլ ունեն բարձ եւ հասկանալի կիրառություն, որը նույնիսկ ստանալից թույլ է տալիս ստեղծել գեղեցիկ գեղեցիկ նյութեր։ Նրանք ունեն նաև գործիքների բազմազանություն, ունեն տարատեսակներ, սիմվոլներ, պատկերներ, որոնք օգտագործում են սայկաշարեր պատրաստելու համար։ Երկուսն ունեն անվճար տարբերակ կամ վճարովի տարբերակ։ Նրանք երկուսն ունեն համագործակցություն, որը թույլ է տալիս թմային աշխատանք կատարելու համար, ինչպես ներկայացրեցին մեր ընկերները։ Նրանք նաև աշխատում են բրաուզերում, ինչը ուստի չէ հեռախոսում այն ներբեռն է։ Եվ նրանք ունեն հասանելիություն սմարթֆոններից, պլանշետներից եւ համակարգիչներից աշխատել մեկ վայրից մյուս վայր։ Բացի առավելություններից Canva-ն եւ Story Jump-ը ունեն նաեւ թերություններ։ Դրանցից երկու հավելվածներն են սահմանափակումներ ունեն անվճար տարբերակում։ Մենք անվճար տարբերակում ունենք սահմանափակումներ եւ անվճար տարբերակում պետք է շատ զգուշ լինենք, քանի որ կարող ենք հայթակղվել եւ խաբվել։ Կախվածություն ինտերնետից, առանց ինտերնետից հնարավոր չի օգտվել երկու հարթակներից։ Անձնական տվյալների պահանջ դա շատ վտանգավոր է, այսինքն պիտի ուշադիր լինենք մեր անձնական տվյալները ներկայացնելիս, քանի որ երկու ծրագրերն են մուտք գործելիս պետք է ներկայացնենք մեր անձնական տվյալները։ Այսօր մենք ուրախ ենք հյուրընկալել ձեզ, սիրելի աշակերտներ եւ գործընկերներ։ Միաժամանակ քննարկելու ենք մի թեմա, որը այսօր հատկապես կարևոր դեր ունի մեր կյանքի մեջ։ Համացանցը աշակերտների կյանքում։ Համացանցը դարձել է նոր հնարավորությունների դուռ, գիտելիքի աղբյուր, շփման հարթակ, բայց միևնույն ժամանակ այն պահանջում է զգոնություն, ճիշտ օգտագործման մշակույթ եւ քննադատական մտածողություն։ Այս հանդիպումը մեզ հնարավորություն է տալիս փոխանակել փորձ, բացահայտել խնդիրներ ու լուծումներ եւ մտածել ինչպես կարող ենք միասին ստեղծել ավելի անվտանգ ու օգտակար առցանց միջավայր։ Շնորհակալ ենք մասնակցության համար եւ մաղթում ենք արդյունավետ քննարկում։ Մենք Երանոս գյուղի երկրորդ միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիներն ենք եւ ներկայացնում ենք համացանց աշակերտների կյանքում սեմինարը։ Ինչ է համացանցը? Համաշխարհային ցանց, որը կապում է Ինչ է համացանցը? Համաշխարհային ցանց, որը կապում է մարդկանց ամբողջ աշխարհում։ Տեղեկատվություն, հաղորդակցություն, սովորելի Համացանցի դրական կողմերը։ Արագ եւ մատչելի տեղեկատվություն, ընկերների հետ կապ պահելը, առցանց ուսուցում կամ եւ զարգացում, ժամանցային հնարավորություններ, խաղեր, վիդեոներ, երաժշտություն։ Համացանցի բացասական կողմերը՝ կեղծ տեղեկատվություն, կիբերհարձակումներ եւ անձնական տվյալների վտանգ, ինտերնետային կախվածություն, ցանցային բուլինգ, առանց նվաստացում։ Մեր նպատակն է ցույց տալ համացանցի դրական եւ բացասական կողմերը, ներկայացնել օգտակար կայքեր մաթեմատիկայի համար։ Համացանցի բացասական կողմերը ավելի մանրամասն կներկայացնեն Էլենա, Մարին եւ Արտեմ։ Երբ երեխաները սխալ են օգտագործում համացանցը, դա կարող է բերել ինչպես տարբեր բացասական հետևանքների, ինչպես կրթական, այնպես էլ հոգեբանական ու սոցիալական։ Ահա մի քանի հիմնական խնդիրներ, որոնք կարող են առաջանալ։ Առաջին՝ կեղծ տեղեկատվության ընկալում, տարածում։ Երբ երեխաները կարդում կամ դիտում են ապա տեղեկատվություն, նրանք կարող են դա ընդունել որպես ճշմարտություն եւ օգտագործել ուրիշների շրջանում։ Օրինակ, համացանցում կարդալ սխալ գիտական կամ պատմական օգտագործել դրանք փաստեր եւ օգտագործել դրանք դասերանում։ Դավադրության տեսանյութերին, վստահել կեղծ բժշկական առողջապահական խորհուրդներին։ Լեզվական եւ ուղղագրական սխալներ։ Սոցիալական մեդիան եւ չաթային հաղորդագրությունները կարող է սովորեցնել երեխաներին սխալ գրել, օգտագործելով գրճակված կամ սխալ բառեր։ Օրինակ, ինչ ես անում իր փոխարեն գրել, ինչ անում, կամ դուրս եւ փոխարեն գրել դուրս է։ Հայերեն բառերի փոխարեն օգտագործել օտար լեզվի բառերը։
Օրինակ, Այբեզ Արա գրել, Էդիթ Արայի փոխարեն։ Կիբերբուլինգ եւ սոցիալական խնդիրներ։ Երեխաները կարող են կամ դառնալ օնլայն հարձակման զոհ կամ իրեն գործել որպես բռնարար։ Օրինակներ՝ աշակերտների միջև վիրավորանքներ, ծաղրանքներ սոցիալական ցանցերում։ Անծանոթ մարդկանց հետ շփվելիս անձնական տվյալների բացահայտում, ինչը կարող է վտանգավոր լինել։ Դպրոցում խնդիրներ ունենալ դասընկերների կամ ուսուցիչների հետ, համացանցում տարածված սխալ կամ վիրավորական տեղեկատվության պատճառով։ Ուշադրության եւ ուսուցման որակի անկում։ Եթե երեխաները չափից շատ ժամանակ են անցկացնում համացանցում, սոցիալական ցանցերում, խաղերում կամ տեսանյութեր դիտելուն, դա կարող է վատ անդրադառնալ նրանց վրա։ Օրինակ տնային աշխատանք կատարելուց ամբողջ օրը TikTok կամ YouTube դիտելը։ Google-ից պատճենել պատասխանները առանցին մտածելու, դժվարանալ կենտրոնանալ դասերին, քանի որ միշտ մտածում են օնլայն զվարճանքի մասին։ Անվտանգության խնդիրներ եւ ազգական տվյալների վտանգում։ Երեխաները հաճախ չեն գիտակցում, թե որքան կարևոր է ազգական տվյալների պաշտպանությունը եւ կարող է կիրառել վտանգավոր տեղեկություններում։ Օրինակներ. սոցիալական մեդիայում հրապարակել ազգական տվյալները, օրինակ տան, դպրոցի հասցեն, հեռախոսահամարը, անձանց մարդկանց ուղարկել ազգական նկարները կամ տեղեկատվությունը, սեղմել կասկածելի հղումների վրա, ինչը կարող է հանգեցնել խարդախության կամ վիրուսների ներբեռնման։ Տեխնոլոգիական կախվածություն։ Եթե երեխաները շատ ժամանակ են անցկացնում համացանցի մեջ, դա կարող է բերել կախվածության, ինչը բացասաբար է ազդում նրանց վարքագծի վրա։ Օրինակ է անհանգստություն եւ նյարդային վիճակ, երբ չեն կարողանում օգտվել համացանցից։ Չափից շատ ժամանակ անցկացնել խաղերի եւ սոցիալական ցանցերի վրա, մոռանալով դասերի եւ ընտանիքի հետ շփման մասին, գիշերները ուշ արթուն մնալ հեռախոսի կամ համակարգչի պատճառով, ինչը բացասաբար է ազդում առողջության վրա։ Օգտակար կայքեր մաթեմատիկայի ուսուցման համար, որը կներկայացնենք համարային եւ արկածում։ Կաուտ կերքում ինտերակտիվ ուսուցման հաղթակ է, որը թույլ է տալիս ուսուցիչներին, աշակերտներին եւ նույնիսկ գործատուներին ստեղծել եւ մասնակցել վիկտորիաների ու խաղերի միջոցով ուսումնասիրական գործընթացը։ Սա հիանալի միջոց է ուսուցական մթնոլորտը հետաքրքիր եւ դինամիկ դարձնելու համար։ Քառակուսի կյանքը տրամադրում է կրթության ռեսուրսներ, որոնք կարող են օգտակար լինել ուսուցիչներին, աշակերտներին եւ ծնողների համար։ Կայքում կարելի է գտնել ուսումնական նյութեր, դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ եւ այլն, կրթական նյութեր, որոնք նպաստում են ուսուցման գործընթացի բարելավմանը։ Բայց բացի այդ, կայքը կարող է առաջարկել կրթական նորություններ, միջոցառումներ եւ այլ տեղեկություններ, որը կարող է հետաքրքրել կրթության ոլորտի մասնագետներին եւ սովորողներին։ Learning Apps կրթական հարթակ է, որը թույլ է տալիս ուսուցիչներին, աշակերտներին եւ ուսանողներին ստեղծել եւ օգտագործել ինտերակտիվ ուսումնական վարժություններ։ Այն նախատեսված է տարբեր առարկաների համար, նպաստելով խաղային ուսումնասիրման եւ ինքնուրույն ուսումնասիրման։ Learning Apps անվճար ինտուիտիվ եւ բազմաֆունկցիոնալ գործ է, որը դարձնում է ուսուցումը ավելի մեծ, գրավող եւ արդյունավետ։ Ինդպրոց կրթական հարթակը տրամադրում է էլեկտրոնային ուսումնական նյութեր, թեստեր եւ առաջադրանքներ տարբեր առարկաներից, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը,
լեզուները եւ այլն։ Կայքը նախատեսված է աշակերտների, ուսուցիչների եւ ծնողների համար, նպաստելով ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Սովորողների տարիքային բաշխվածություն 10-ից 13 տարեկան 20 հոգի, 14-ից 16 տարեկան 15 հոգի եւ 17 եւ ավել մինչեւ Այս մասնակիցներն են հարցումների, որ 20 հոգի 10-ից 13 տարեկանների, 15 հոգի 14-ից 16 տարեկան եւ 5-ից 1-ից շատ 17-ից ավել Իսկ ներողություն տա, ինչ հասման է։ Քանի ժամ ենք օգտագործում համացանցը։ Մինչև 1 ժամ, 1-ից 2 ժամ, 2-ից 4 ժամ, ավելի քան 4 ժամ։ Մինչև 1 ժամ պատասխանել են 10-ից ավելի շատ, 1-ից 2 ժամ պատասխանել են մոտ 15-ից շատ, իսկ 2-ից 4 ժամ 5 հոգի, ավելի քան 4 ժամ, 5-ից շատ։ Այսի արդեն համեմատել Ինչ նպատակով է հիմնականում օգտվում համացանցից, դասեր եւ ուսումնական նյութեր, Երանոսը 24 հոգի, Իզոլակարը 31 հոգի, Խաղեր Երանոսը 20 հոգի, Զոլակարը 10-ից ավելի։ Երանոսում խաղեր օրինակ ավելի շատ են խաղացել Սոցիալական ցանցերը Երանոս 20-ից ավելի հոգի, իսկ Զոլակարում 30 հոգի։ YouTube կամ այլ վիդեո հարթակներ Երանոսը 15 հոգի, իսկ Զոլակարը 20 հոգի։ Գիրք կարդալ, հոդվածներ ուսումնասիրել Երանոսը 10 հոգի, Զոլակարը 5 հոգի։ Գիտես արդյոք թե ինչպես պաշտպանել ինքդ քեզ համացանցում։ 15.9% պատասխանել է ոչ հարցին, 31.8% որոշ չափով, իսկ 52.3%-ը այլ։ Ստեղ օրինակ եթե 31-ը 15-ը իրար հետ գումարենք 46% դեր ավել չգիտեմ ոնց պաշտպանվել, կարելի ասել չգիտեմ ոնց վերահսկում քո համացանցի օգտագործումը շատ խիստ են վերահսկում Երանոսը 15 հոգի, 14 հոգի, Զոլակար ունեն նույն պատասխանները, երբեմն եմ ստուգում Երանոսը 20-ից ավելի, իսկ Զոլակարը 15 ու ավելի հոգի։ Իմ գործունեությունը չեն վերահսկում Երանոս 4 հոգի, Զոլակարը 10-ից ավելի։ Ես համացանցն եմ օգտագործում միայն նրանց հետ։ Երանոսը 4 հոգի, իսկ Զոլակարը 1 հոգի։ Որ առարկաների համար ես ավելի հաճախ օգտվում համացանցերից 25.8% օտար լեզուներ, 21.% մաթեմատիկա, 16.1% բնագիտություն, քիմիա, 14.5% պատմություն, 22.6% լեզու եւ գրականություն։ Մեր դասերը բավականին շատ են Օգտվում ես համացանցից դասերը պատրաստելու համար։ Այո, հաճախ Երանոսը 10-ից ավելի, Զոլակարը 30 ու ավելի։ Երբեմն Երանոս 10-ից ավելի, Զոլակարը 10-ից քիչ։ Շատ հազվադեպ Երանոսի եւ Զոլակարի միջև պատասխանները ունեն նույն պատասխանը, իսկ ոչ երբեք Երանոսը 2 հոգի, Զոլակարը 1 հոգի։ Օգտակար համարում ես համացանցը դասերը ավելի լավ հասկանալու համար։ Այո, Երանոսը 14 հոգի, Զոլակարը 20 ու ավելի։ Ոչ միշտ Երանոսը 20 հոգի, Զոլակարը 15 հոգի։ Ոչ Երանոսը 5 հոգի, Զոլակարը 6 հոգի։ Համացանցը զոր գործիք է, եթե այն ճիշտ օգտագործենք։ Եկեք միասին սովորենք լինել անվտանգ, խելացի եւ պատասխանատու օգտվողներ։ Շնորհակալություն բոլորիդ այսօրվա ակտիվ մասնակցության մտքերի ու գաղափարների համար։ Մեր քննարկումը ցույց տվեց, որ համացանցը միայն տեխնոլոգիա չէ, այն կյանքի մի մասն է եւ հենց մեր ընտրությունից է կախված։ Որքանով այն կլինի մեր կրթության, զարգացման ու հարաբերությունների օգտակար ուղեկից։ Հուսով ենք, որ այս սեմինարը նպաստեց նոր հայացքների ձևավորմանը, դպրոցների միջև համագործակցության ամրապնդմանը եւ նոր նախաձեռնությունների սկիզբ դրվեց։